Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քննադատեցին նաև մեզ, քննադատեցին, որ մենք ձեռագիր ենք կողացել, մենք իրենց շիրինապատման կամ լուսավորությունների ծրագիրը կամ կատարվելիք աշխատանքը վերցրել են, մեզով են կարել, մի քանի հոգի փորձեցին այդ ուղղությամբ, այսպես մի թեթև ծրեր տալ, որ Մարտուն Գրիգորյանը կրկնօրինակ է։ Մարտուն Գրիգորյանը 2007 թվականից քաղաքականության մեջ է։ 2007 թվականից ես իշքան ինձ հիշում եմ, իմ անձնական սեփական միջոցներից այն ինչ որ իրանք այսօր անում են Գյումրու բյուջեից, մեր գումարներից անում են մեր քաղաքի համար, ես արել եմ այդ ամենի անձնական միջոցներից։ Մենք այս ընթացքում քաղաքացիների խնդրանքին ընդառաջին գնացել, իմ թիմի կողմից էլ այս վայրկրությամբ է Գյումրիում, տարբեր թաղամասերում կա այդ խնդիրը, մենք էլ փորձում ենք այդ հարցը կարգավորել։ Ինչու այդ ամեն ինչը ցուցադրվեց։ Ցուցադրվեց նրա համար, որ մեր գյումրեցիները լավ հասկանան։ Այդ այնպես է մեծ գործ չէ, որ արել է, որ դրանով փորձենք գյումրեցիներից ուշ ու միտքը դարձնել դեպի այդ շիրինապատումը։ Այդ շիրինը մեծ գործ չի, մեծ ծախսեր չի։ Այդ շիրինապատումը ես էլ իմ անձնական միջոցներից կարող եմ քաղաքի կեսից ավելին այդ ամեն ինչը անել, ժողովուրդ ջան։ Պետք չէ խաբվել, ու սա շատ կարևոր բան է։ Այս ընտրությունների ընթացքում մենք պիտի լավ հասկանանք ու լավ գիտակցենք ինչին ենք տալու առաջնահերթությունը։ Առաջնահերթությունը տալու ենք փորձին, առաջնահերթությունը տալու ենք այն տեխնազույն, ով որ ունի անցած ճանապարհ, ով որ ինտելիգենտ է ձեռք բերել իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելու։ 14 տարի եղել եմ պատգամավոր, որից 13 տարի եղել եմ ընդդիմադիր։ 13 տարի ընդդիմադիր լինելով հանդերձ, տարբեր տեսակի փորձությունների միջով եմ անցել։ Ինչ իշխանություն, ինչ տեսակի մարդ, ինչ տեսակի մինիստր ու չգիտեմ քաղաքական գործիչի ասես որ չեմ հանդիպել։ Ու այդ ամեն ինչի այդ փորձությունների միջից ես դուրս եմ եկել որպես գյումրեցի մարդու, որպես քաղաքի տղա ու կարողացել եմ իմ անունս, պատիվս, իմ քաղաքի պատիվը բարձր պահել ու երբևիցե ոչ մեկի առաջ գլուխ չեմ խոնարհել։ Գլուխ չեմ խոնարհել ու չեմ խոնարհել ոչ մի քաղաքական ուժի առաջ, ոչ մի քաղաքական ուժի ղեկավարի առաջ։ Ես համագործակցել եմ թիմերի հետ, ես համագործակցել եմ երկրի նախագահի հետ, բայց երբևիցե իմ մտքով անգամ չի անցել, որ ես որպես մարդու կարող եմ լինի դա երկրի նախագահ, լինի նախարարներ, լինի տարբեր տեսակի ռանգի պաշտոնյաներ, որ ես հանդարտ խոնարհվեմ այդ մարդկանց դեմից։ Ես միշտ եղել եմ պահանջատեր, ես ցավոք սրտի այս բառը շատ լավն է ու գյումրեցիներից բնորոշ բառ է, բայց այսօր այժմել է, բայց ես հավատացնում եմ ձեզ, գալու է այդ օրը, որ գյումրեցիների այդ բառով թվար դառնա ու գյումրեցին էլի այդ բառով իրեն լավացնա։ Ես երբեք իմ դուխը երբեք չի պարասել ու չի պարասել։ Ու այդ ոչ թե այս նոր կներեք բարբարային Գյումրիում ենք, այս նոր դուխավիդներից են, որ այդ կեպկաներով է, որ դրել են ու նոր այդ դուխին են եկել։ Մենք այդ ամեն ինչը անցել ենք, մենք այդ ամեն ինչը ապրել ենք, մենք այդ դուխը, այդ նամուսը, պատիվը, թասիվը, ինչի մասին որ այսօր շատերը թրկահարում են, բայց բացարձակ գաղափարում են, թե այդ դուխն ու նամուսը, պատիվը, թասիվը, որ Գյումրու հետ ասոցացվում է, այդ ինչով է պայմանավորված, որ ասոցացվում է ամեն ինչի հետ, մենք այդ ամեն ինչը ապրել ենք, մենք այդ ամեն ինչը տեսել ենք,
մենք այդ ամեն ինչը մեր մաշկի վրա զգալով, մեր քաղաքի այդ հզոր, այդ ջիգերով, այդ հասիվով, այդ ուժեղ անունին մեր փոքր ման ենք։ Մենք մեր քաղաքին փորձել ենք ամեն ինչ անել մեր քաղաքի համար, որ մեր քաղաքին երևանցիները չնայեն որպես ռայոն, չնայեն գյումրեցիներին որպես ռայոնցիների, ոչ մի պաշտոնյայի թույլ չեն տվել ու թույլ չեն տալու, որ իմ քաղաքին մեր ուժեղ, հզոր, կորուստներով լի, դժվարություններով, փորձություններով կանցած քաղաքին նայեն ռայոնի աչքերով։ Տարբեր կեսարի ես ընթացքում խոսակցություններ բոլորի դարանջին հասել են։ Ընդրվան չեն թողալու, տաբալելու են, խլելու են, ժողովուրդ խլում են այն մարդու ձեռքից, ով թույլ է, ով չի կարող պահել։ Այո, մենք տեսանք, որ Գյումրի քաղաքում իշխանությունը, ժողովրդի իշխանությունը խլեցին ժողովրդի ձեռքից։ Խլեցին ժողովրդի ձեռքից, այդ ամեն ինչը ունի իր նախա այս ճանապարհը, անցած ճանապարհը։ Բալասանյան դաշինքը, իրեն ասեմ, որ շատ լավ հարաբերությունների մեջ են Բալասանյանների ընտանիքի հետ։ Նույնիսկ կարող եմ ասում են գրական հարաբերությունների մեջ են։ Բայց Բալասանյան դաշինքը չկարողացավ պահել ժողովրդի թվին, չկարողացավ այդ մի փոքր ավել դուխը դնել այս պրոցեսների մեջ ու գնալ առաջ։ Հասկանալի ընտանիքի տղային կալանքի են վերցրել։ Ընտանիքի տղային ճնշելով ստիպեցին հրաժարվել ժողովրդի թվերից։ Ես կնախընտրեի ու կնախընտրեմ ժողովրդին։ Կալանքը, բայց չեմ նախընտրի ժողովրդին հուսախապ աները։ Ամեն ինչը մարդեն, տղային, այս ամեն ինչը բոլորիս համար։ Ես այն տեխնազուների չեմ, որ եկել եմ ընտրություններին մասնակցելու, որպեսզի մի քանի տոկոս ձայն հավաքեմ, մի քանի ավականու անդամներ ունենամ եւ գնամ Երևան բարձրանամ, թե տեսեք ես էլ Գյումրիում ավականուներ ունեմ, տեսեք ես Գյումրիում որոշակի չափով ներկայացված եմ։ Ես ամեն ինչ տվել եմ եկում, բոլորը տեսնում եք երկրում ինչ է կատարվում, այն մարդիկ ովքեր գլուխ են բարձրացնում, այն մարդիկ ովքեր պատրաստ են որոշակի քայլերի գնալու, այդ մարդկանց նկատմամբ սկսվում է մեծ ճնշումներ։ Ես գիտակցաբար մտել եմ այս ամեն ինչի տակ։ Բոլորը ժամանակի ընթացքում ասել են լավ չկա, մեկը չկա, պես մի հատ տղա, որ գա կանգնի, ելի կանգնի այդ մարդու կողքը։ Ելի կանգնի ցույց տա, որ այն ինչ որ այս ամեն ինչը այստեղ արվում է, հենց այնպես չեմ, որ մենք համակերպվում ենք այդ ամեն ինչի հետ։ Կա այդ բանը ժողովուրդ։ Նախընտրական քարոզարշավի առաջի օրը պաշտոնապես հայտարարում են բոլորին։ Իմ հետ կապված չկա ոչ մի բան, որ այս ընթացքում փորձեն օգտագործել իմ դեմ։ Բայց չկա չի նշանակում, որ չի կարող լինել։ Չի կարող հորինել։ Մենք այսօր տեսնում ենք այս երկրում ինչքան բան է հորինել, ինչքան բաներ են հորինվում մեր աչքի առաջ։ Ժողովուրդ բոլորին հայտարարում է։ Եթե հանկարծ լինի նմանատիպ բան, եթե հանկարծ փորձեն մեր նկատմամբ, իմ նկատմամբ ճնշումներ, ես երբեք, այսպես ասեմ, շարի ու շանտաժի երևից գնացող չեմ եղել եւ չեմ էլ գնում։ Ուղղակի ասում եմ, հորդորում եմ բոլորին, մինչև վերջ գնալ։ Անկախ նրանից, դրսում կլինեն, ներսում կլինեն, գիտեցեք, որ անպայման մինչև վերջ գնալու եք առաջ։ Մինչև վերջ գնալու եք պայքարելու եք ժողովրդին, որպեսզի մենք այն կարևոր են բաղձալի հաղթանակը տեսնենք եւ
երկիրը դուրս բերենք այս վիճակից։ Հավատացեք, այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի բնակիչները, բոլոր քաղաքների բնակիչները մեր երեսն են նայում։ Մենք պիտի ցույց տանք Գյումրեցու թասիբը, Գյումրեցու ջիգարը, նամուսը։ Մենք պիտի ցույց տանք ու մենք պիտի օրինակը լինենք։ Մենք պիտի օրինակը ծառայենք։ Սրանից հետո գալու է Կիրովականի, Վանաձորի ընտրությունները։ Գյումրիով սկսվելու է ամեն ինչ։ Համոզված եմ, մենք համախմբված գնալու ենք այս ընտրություններին ու ցույց ենք տալու, որ այդ մի քանի տոկոսով ձեների արդյունքում իշխանությունը որ վերցրել է ու այսքան բանը մեր ժողովրդի գլխում անում է ու այդ ամեն ինչը մեր վրա է մնալու վերջում, թե դուք կհնեցիք, դուք տվիք հնարավորությունը, մենք այդ ձեր տված քվեի շնորհիվ ինչ կարողացանք ձեր գլխում անելու արեցինք, այսքանով բավարար է։ Մենք Գյումրիով այդ ամեն ինչի ներկայացը տալու ենք։ Ամենավադը, այսպես ասեմ, մեզ համար չարիքների չարիքը համարվում է ոչ թե այսօրվա գործող իշխանությունը, այլ անտարբեր քաղաքացի։ Անտարբերությունը ժողովուրդ գիտեցեք, անտարբերությունը ավիրեց մեզ, անտարբերությունը դրա արդյունքում կորցնենք Արցախը, կորցնենք մեր սահմանները, կկորցնենք մեր հայրաքաղաքը և չկա ասված իհարկե և կկորցնենք նաև մայրաքաղաքը։ Մենք ամեն մեկս նստած մտածում ենք մեզ չի հասնելու այդ ամեն ինչը։ Արցախցու վիշտը մենք չենք տեսնելու, նախ արցախցու վիշտը մեր վիշտն է։ Եթե կա մեկը, որ մտածում է այդ արցախցու վիշտն է, այդ մեզ հետ կապ չունի, այդ հայի հետ կապ չունեցող մարդն է։ Մենք բոլորս միասին խնդրանքս է, անտարբերությունը չարիք է, հորդորեք ձեր բարեկամներին, ընկերներին, թիմակիցներին, բոլորս միասին դուրս գանք փողոց, մարդ առ մարդ, մոտենանք, բացատրենք, համոզենք, չգիտեմ այս կոչը, այս խոսքը, ինչքանով հասանելի կլինի մեր մյուս գյումրեցիներին, ամեն մեկը տարեք այս խոսքերի, այս մտքերի, այս ցանկությունների քարոզիչը ժողովուրդ։ Այս տարբերակով մեկս մյուսովս միայն կարողանանք հասնել հաղթանակի։ Հավատացեք, ես քաղաքապետ դառնալու համար չեմ միայն որ մտել եմ այս պայքարի մեջ։ Ես պաշտոնակռիվ տվող չեմ, ես պաշտոնամոլ չեմ։ Մուրադի ինոյի պես կսե պաշտոնը, կարծում է, որ քեզ պիտի գեղեցկացին է, հնուներ է ժողովուրդ, պաշտոնն է, որ մեզի պիտի քաղաքում կամ երկրում ճանաչելի դարձնի։ Պաշտոնը չէ հարցը։ Հարցը իրավիճակն է, որ պիտի ճիշտ կողմնորոշվենք։ Ճիշտ կողմնորոշվենք ու մենք այս պայքարով կանխելու ենք, թե սահմանադրական փոփոխությունները, թե մնացածը ինչ-որ առջևում սպասվում է մեզ, Գյումրիով կանխելու ենք, միայն Գյումրու ընտրություններով ունենք հնարավորություն այդ ամեն ինչը կանխելու։ Հիմա եստեղ չեմ ուզում որպես մեղադրակ, բայց գյումրեցիները պիտի հասկանան։ Այդ ամեն ինչի վադի իրականություն դառնալը միայն հնարավոր կլինի գյումրեցիների անտարբերությամբ։ Կորուստների շարունակությունը միայն պայմանավորված կլինի մեր անտարբերությամբ։ Եթե մենք ուշքի կգանք, եթե մենք լավ մտածենք ու գործիք կրնենք, առաջիկայում մեր երկիրը թոտապելու է վիրուսներից, այս դժվարությունների շարանը։ Իշխանությունների կողմից միշտ մեղադրանք է հնչեցնում ու նաև որոշակի ճակերտավոր արտախորհրդարանական ընդդիմադիրների կողմից, որ ինչու խորհրդարանական ուժերը մանդատները բայց չեն կան։ Երևի թե
բոլորը ինձ լավ ճանաչում եք ու լավ գիտեք, որ ոչ պատգամավորական աշխատավարձն է ինձ հրգել կամ ինձ սպանում ես ամեն ինչին։ Ես նամուս ու թասին ունեցող մարդ եմ։ Էսկան երեխեքի, էսկան զոհերի այրանքնով ես ոչ մանդատ կպահեմ ժողով, ոչ քաղաքապետի արտով կպահեմ, ոչ աշխատավարձ կպահեմ։ Ես կարիքություն եմ, ես ապահովված ընտանիքի տղա եմ, ես ապահովված ընտանիքի թոռ եմ, զավակ եմ, հայր եմ, պապ եմ։ Այսօր շատերը իմ հոր, իմ երջանկահիշատակ պապի տարիքի մարդիկ են նստած։ Սիրելի աղջիկներ, այսօր բոլորի գործը պիտի լինի մեկը, պայքարեք ձեր թոռների վաղվա օրվա համար։ Եվ ես որպես 44 տարեկան տղա, ես էլ ձեզանից մեկը, ես էլ եմ պայքարում իմ 4 թոռների համար։ Ես էլ եմ պայքարում, որ իմ թոռները այս քաղաքի մեջը, այս երկրի մեջը կարողանան անփորձանք խաղաղ ու երջանիկ ապրել։ Այն հայտնի խոսքը չէ, մեր երկրի մեջ, մեր քաղաքի մեջը հարուստի ու քյասիդի տարբերությունը ուշ թորով եղել է։ Մնացածս ինչ կա, սաղս նույնն է վայրում, ժողովուրդ։ Ինչ է պետք է, որ մեր նորենդի քաղաքային իշխանությունը իրականում մտածի այնպիսի քաղաք կառուցելու, քաղաքին այնպիսի գույներ տալ, քաղաքին այնպիսի հնարավորություններ տալ, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունեցող թե չունեցող մարդ, այս քաղաքում ապրելուց բավականություն ստանա։ Երջանիկ են, մենք ասում ենք գյումրեցիները նմբուր են, գյումրեցիները խոժով են, բայց գյումրեցիների փոխարեն ով լինի, որ էջանիկ չլինի։ Կորուստներ, երկրաշարժի կորուստ, պատերազմի կորուստ, կորոնավիրուսի կորուստ, այս ամեն ինչը գենետիկորեն մեր մեջ արդեն այդ կորուստները նստել է ու իրա բացասական ազդեցությունը թողել է ու թողնելու է ոչ միայն այն սերունդի, որի ներկայացուցիչ նաև ես եմ, ոչ միայն մեր վրա, այլ մեզանից եղած երեխաների վրա, թե առողջականով, թե մտավոր, թե հոգեպես, գենետիկորեն այդ ամեն ինչը մեր մեջ մտել է։ Իմ ուզածն է, որ մենք չհիասթափվենք, հիասթափությունը չարիք է։ Հիասթափվում ենք, չենք մասնակցում, ջուր ենք լսում, այն մարդկանց չհատացին, ովքեր որ ամեն ինչ անում են, որ դուք տներից դուրս չգաք, դուք չհավատաք, դուք ինքներդ ձեզ չհավատաք։ Ամեն ինչ արվում է միայն դրա համար, որպեսզի դուք ձեզ չհավատաք։ Մեր առաքելությունն է, որ մենք ձեզ ասենք, գալատ են արել, որ փորձում են ձեր մեջ այդ հավատը, հույսը ու այդ ամեն ինչը օգնել։ Մենք կանք, մենք ձեր կողքին ենք, մենք ամեն ինչ կանենք, որ գյումրեցին շարունակի ժպտալ, գյումրեցին շարունակի ստեղծագործել, գյումրեցին շարունակի տարբեր մրցահարտակներում չեմպիոնների ձեռքը վեր բարձրացնել, գյումրեցին մշակույթի մեջ հայլի, Գյումրեցին իրա հպարտ կեցվածքը երբեք չկործին։ Ես որպես գյումրեցի պատրաստ եմ ու իմ անձը, իմ անունը, իմ ամեն ինչ եմ տվելու այս ամեն ինչին հասնելու համար։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, իմ կարծիքով այս ելույթից հետո մեծ հաշվով
ծրագրային դրույթների մասին խոսելը, չգիտեմ, իշկանով է էլ կարևոր, հիմա իմ հիմագիստները կասեն, ինչ էլ ուզում եք պատրաստել, ինչի էլ ուզում եք նախապատրաստել։ Մեկ է, դու գիտես ինչ ես ասելու, դու գիտես ինչի մասին ես խոսելու, այնպես որ ես առիթը կունենամ, սիրելի գյուղերցիներ, այս 15 օրերի ընթացքում մանրամասն, թե ետևներով, թե տեսահոլովակներով ներկայացնելու կոնկրետ ինչ եք պլանավորում անել տուրիզմի ոլորտում, ինչ եք անելու քաղաքաշինության ոլորտում, ինչ եք անելու տրանսպորտի ոլորտում, բոլոր ոլորտները լինելու են մեր հսկողության տակ։ Այդ թվում նաև այն ոլորտները, որոնք որ քաղաքապատկան չեն, դա լինի հիվանդանոցներ, դա լինի դպրոցներ, ես ընդրվելու պարագայում լինելու եմ Գյումրու քաղաքապետը։ Ինչ Գյումրու հողի վրա է, ես դրան տեր եմ։ Էսան է, մեր գործն արտար է, թող Աստված առաջնորդն է մեզ, թող Աստված մեզ թիկունք լինի, մեր գյուղերցիներին, իմ հիմագիստներին, հասկանում եմ շատ պատասխանատու շրջան է, շատերը կտրվել է տնից, դեպից, երեխաներից, հասկանալի է, բայց ոչինչ։ Մենք հասկանում ենք, մենք գիտակցում ենք, որ շատ ընտանիքներում այդ մարդիկ սպասում են, թե երբ իրենք իրենց ընտանիքներում երեխեքին տեսնեն տնագներից դուրս, տեսնեն բարեկարգ փողոցներում, տեսնեն մաքուր կառուցված, կահավորված մանկապարտեզներում, մշակութային կենտրոններում, սպորտ դպրոցներում, բոլոր ոլորտները իմ ծրագրի մեջ բոլոր դրույթներին անհանգստացել են ժողովուրդ ջան։ Դեր եմ ասում, մանրամասն առիթ ունենամ այդ ամեն ինչի մասին խոսելու։ Շնորհակալ եմ չարաշահեմ ձեր համբերությունը։ Ուղղակի կխնդրեմ, չենք ավարտել, ուղղակի կխնդրեմ միջոցառման ավարտից հետո բոլորս միասին գնանք եկեղեցի, այնտեղ էլ մոմավառությունը անենք ու դրանից հետո արդեն կբնենք գործը։ Շնորհակալ եմ ձեզ։